Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ ենք զրուցելու։ Բարև ձեզ Տիկին Մանասերյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նախ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ եւ միանգամից գանք խնդիրներին։ Մարդկանց անվտանգ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության, առհասարակ սոցիալական արդարության մասին հատկապես այսօր շատ ենք խոսում։ Բայց այն, ինչ ասվում է ուղերձներում, գրված է փաստաթղթերում, անգամ օրենքներում, իրական կյանքում շատ հաճախ լրիվ այլ դրսևորում են ունենում։ Աշխատող մարդը Հայաստանում այսօր հաճախ է բողոքում, որ ոտնահարված են իր իրավունքները։ Ձեզ հատկապես ինչ հարցերով են դիմում։ Նախ ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար եւ իրապես ես էլ ձեզ եմ շնորհավորում, հատկապես որ աշխատանքի միջազգային օրը տոնական, մենք այսօր գրեթե բոլորս եւ մենք եւ լրագրողները եւ ոստիկանները աշխատում էին, հատկապես այս օրվա կապակցությամբ, բայց հիմա անդրադառնամ ձեր հարցին։ Այո, մենք բավականին լավ, եթե ոչ շատ լավ, բայց գոնե բավականին լավ աշխատանքային օրենսգիր ունենք։ Այս տարիների ընթացքում մեր աշխատանքը տրվել է այն արդյունքը, որ մեր աշխատանքային օրենսգիրքը սահմանում է այն դրույթները, որոնք համապատասխանում են քիչ թե շատ միջազգային իրավական փաստաթղթերին, որոնք վերաբերում են աշխատանքային իրավահարաբերություններին, եւ նաեւ դրանով իսկ կարողանում են իրականացնել իրենց միջազգային պարտավորությունը, պետությունը որպես այդպիսին։ Սակայն կյանքում մենք ունենում ենք դեպքեր, երբ խախտվում են այդ օրենսդրությամբ սահմանված դրույթները, այդ թվում նաև աշխատանքային իրավահարաբերություններում ցանկացած խնդիրները, եւ հատկապես Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայում արձանագրվում են դեպքեր, երբ խախտվում են աշխատանքային իրավունքները հիմնականում ամենաշատը վերջնահաշվարկիչը վճարման հետ, բայց դրան զուգահեռ խախտվում են նաև հենց աշխատանքային պայմանագրի տեսակից սկսած, այսինքն օրենսգիրքը սահմանում է աշխատանքային պայմանագրի երկու տեսակ հիմնականում, անորոշ եւ որոշակի ժամկետով, եւ իհարկե մենք այլ տեսակներ ունենք դրանք, բայց շատ մեծ թիվ չեն կազմում, հիմնականը երկու որոշակի եւ անորոշ ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրերն են եւ շատ են լինում դեպքեր, երբ պարզապես այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագիրը հստակ ակնհայտ էր, որ պիտի կնքվեր անորոշ ժամկետով, բայց կնքվել է որոշակի ժամկետով, դրանով իսկ խախտելով աշխատանքային իրավահարաբերությունների կայունության սկզբունքը։ Հաջորդը շատ է խախտվում նաև առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր ունենալու իրավունքը եւ նաև դա պարտականություն է գործատուի համար, սակայն այստեղ պիտի օբյեկտիվ լինել, որովհետեւ նաև պետությունը դեռևս չի սահմանել կամ բավարար չափով չի սահմանել առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների նորմերը եւ ստանդարտները, որոնք որ մեզ համար անհրաժեշտ են։ Այսինքն, երբ մենք գործատուին ասում ենք պետք է ապահովեք առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր եւ պայմաններ, ինքը պիտի ունենա այդ նորմերը, որին պիտի համապատասխանեցնի իր աշխատատեղը։ Չունենք աշխատավայրի կամ աշխատատեղի ատեստավորման կարգ, որը էլի շատ կարևոր է այդ անվտանգությունը ապահովելու մասով, եւ ինչի եմ սրա վրա շեշտադրում, որովհետեւ այս բոլորը չպահպանելու դեպքում մենք ունենում ենք պարզապես դժբախտ դեպքեր, շատ դեպքերում նաեւ մահացու ելքով ցավոք սրտի, որը վերջերս էլի ունեցանք շինարարության ոլորտում։ Էլի կարևոր խնդիր, որը էլի ունենում ենք շատ հաճախ, դա արձակման նպաստի չվճարման հետ է կապված բոլոր այն դեպքերում, երբ օրենսդրությամբ նախատեսված է արձակման նպաստի վճարում, հանգստի իրավունքի բազմաթիվ խախտումներ են լինում, սխալ կիրառված կարգապահական ուրեմն տույժերն են լինում, որոնք որ էլի աշխատողների կողմից արձանագրվում են եւ մեզ են դիմում։ Այսինքն չկա այդպիսի իրավունք, որը կարող ենք ասել, որ այս իրավունքը երբեք չի խախտվում։ Նման բան չի լինում։ Բոլոր իրավունքներն էլ խախտվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված, բայց մի դեպքում դրա մի քիչ ավելի մյուսը շատ է, մյուսն ավելի քիչ է խախտվում, նայած աշխատատեղ։ Իսկ դատարան դիմելու դեպքեր լինում են, որովհետև մեր իրականությունում կարծես թե մարդիկ մի քիչ վատ են զգում գործատուին դատի տալու գաղափարից։ Այո, այստեղ մշակութային առանձնահատկություն կա որոշ չափով, որովհետև աշխատողների մեծամասնությունը խուսափում է դատարան դիմելու կամ դատական կարգով վիճարկելու իր աշխատանքային վեճը, բայց 2024 թվականին մենք 16 դատական գործ ենք ունեցել եւ ասեմ ավելին 14-ը շահել ենք։
24 թվականին, որից 16-ից մեկն էլ շահել ենք վերջերս 2025 թվականի ընթացքում։ Բայց դատարանն դիմելու մի ուրիշ խնդիր էլ կա այդ խուսափելու առումով, որովհետև բավականին երկար են ձգվում դատական ուրեմն գործընթացները։ Թեպետ որ աշխատանքային իրավունքների խախտման կամ աշխատանքային վեճով գործերը պետք է արագացված կարգով քննվեն, բայց միևնույն է դատարանների ծառաբեռնվածություններից ելնելով պարզապես դա անհնար է։ Ֆիզիկապես ուղղակի դատարան չի կարող արագ քննել այդ վեճը։ Մենք իհարկե հնարավորինս փորձում ենք, որպեսզի կարողանանք մենք էլ մեր կողմից այնպես կազմակերպել աշխատանքը, որպեսզի դատարանի համար լրացուցիչ վերջ լինի եւ արագ լինեն դրանք, բայց միևնույն է, ֆիզիկապես պարզապես դատարաններն ի վիճակի չեն դրանք արագացված կարգով անել, որտեղ աշխատանքային վեճերը եւս գնում են ընդհանուր իրավասության դատարաններ, մենք չունենք առանձնացված աշխատանքային վեճերով դատարաններ։ Տիկին Մանասարյան, եւ մի հարց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր շնորհավորական ուղերձում ասել է, որ մեջբերում եմ իր խոսքերը, մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով եւ լավ ենք ապրում մեր իմացածի չափով։ Մինչդեռ երբ վիճակագրությունն ենք նայում, այնտեղ լրիվ այլ փաստեր են, օրինակ դպրոց չավարտողները ավելի լավ են վարձատրվում, քան ավարտածները։ Աշխատավարձների մեծ տարբերություն կա կանանց եւ տղամարդկանց միջև։ Դուք ինչպես կարձագանքեիք վարչապետի այս հայտարարությանը։ Իրականում մեր լավ կամ վատ ապրելը կարծում եմ այն միջավայրից է, որում մենք հայտնվել ենք։ Այսօր մենք ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք գուցե չունեն այն կրթությունը, որը ունի որևէ մեկը, բայց այդ կրթություն չունեցողը կամ այդ չափով կրթություն չունեցողը շատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ավելի քիչ, ուրեմն ավելի շատ կրթություն ունեցողը, որը չունի այդ աշխատանքային պայմանները։ Սրան այսպես կտրուկ անդրադառնալ, ասել դա ճիշտ է կամ սխալ, կարծում եմ ճիշտ չի լինի, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ այսօր մենք ունենք աշխատաշուկայում կրթություն աշխատաշուկա մեծ խզում, որովհետև աշխատաշուկայի պահանջարկները եւ մեր կողմից ուրեմն առաջարկը բոլորովին իրար չեն համապատասխանում, այսինքն աշխատաշուկայում մենք չունենք այդ հավասարակշռությունը առաջարկի եւ պահանջարկի։ Մենք այսօր աշխատաշուկայում ունենք բազմաթիվ աշխատատեղերի թափուր աշխատատեղեր, որտեղ աշխատողներ են պայք, բայց չունենք այդ մասնագիտությամբ աշխատողների։ Մյուս կողմից մենք ունենք բավականին բարձր գործազրկության մակարդակ։ Սա խոսում է այն մասին, որ կամ աշխատանքը գրավիչ չէ, այսինքն մարդը մտածում է, որ ինքը այդ աշխատավարձը ստանալու պարագայում իմաստ չունի, որ ինքը գնա աշխատի, մյուս կողմից ինքը չունի այն հմտությունները, որը պահանջում է աշխատաշուկան, եւ սա բերում է նրան, որ մենք պիտի աշխատենք երեխաների հետ, նրանց ծնողների հետ, որպեսզի կարողանանք իրենց ճիշտ կողմնորոշել, թե ինչ մասնագիտություն է պետք ընտրել երեխայի համար, որպեսզի վաղը ինքը կարողանա ապահովի իրեն աշխատանքով։ Եթե մենք կրթության մակարդակին նայենք, ապա այստեղից է պետք սկսել, ոչ թե նրա մասով, թե ինքը ինչքան է լավ սովորել կամ վատ է սովորել, ինքը կարող է շատ լավ սովորել է, օրինակ, չգիտեմ, իրավաբանություն, շատ լավ սովորել է ֆինանսական գործ, բայց ինքը աշխատաշուկայում պահանջարկ չունի, որովհետև աշխատաշուկան այս մասնագիտություններով մարդկանցով լիքն է։ Առաջարկը այս աշխատողների շատ է, պահանջարկը չկա աշխատաշուկայից։ Այսինքն մենք ինչ պիտի անենք, պիտի փորձենք հասկանալ որտեղ է այդ խզումը լինում։ Գուցե մենք պետք է գնանք ավելի շատ միջին մասնագիտական կրթության հաստատություններում ավելի շատ ուսանողներ, շահառուներ ունենալու, ավելի շատ մասնագիտություններ այնտեղ զարգացնենք, որովհետև աշխատաշուկան սա է պահանջում։ Այսինքն այս պարագայում, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, մենք պիտի ունենանք հստակ խորը վերլուծություն աշխատաշուկայի, այսինքն մեր աշխատաշուկան ինչ է պահանջում։ Եվ այս աշխատաշուկայի պահանջների վրա մեծապես ազդում է նաև համաշխարհային ուրեմն տեղի ունեցող փոփոխությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, որի պատճառով բավականին շատ թվով մարդիկ, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից եկան Հայաստանի Հանրապետություն եւ աշխատաշուկայում այդ IT ոլորտը սկսեցին ավելացնել, զարգացնել, տեղից էլ մեզ մոտ IT ոլորտը բավականին զարգացում էր ապրում եւ
Դրանից եկավ նաև որոշակի գնաճ, որովհետև իրենց գալով իրենք կարողանում էին գումար ավելի շատ վճարել, դրանից գնաճ ունեցանք եւ վարձով բնակարանների եւ նաև գուցե նաև սննդի գնաճներ դրանով պայմանավորված։ Այս բոլորը իրար այնքան փոխկապակցված են, որ ուղղակի ասել ես ինչ որ մտքի հետ համաձայն եմ կամ համաձայն չեմ, կարծում եմ սխալ է։ Շատ լավ, եւ պարզապես կարճ մի այսպիսի դիտարկում կխնդրեի կամ խորհուրդ կխնդրեի ձեզնից, այսօր մարդկանց հետ հատկապես որ մասնավոր զրույցներում խոսում ես, բոլորն ասում են չկա Հայաստանում գոյություն չունի կյանք, աշխատանք, բալանսը, կա ընդհանրապես այդպիսի երևույթ, ձգտենք դրան, որ մի օր կստացվի։ Այո, ընդհանրապես պետք է ունենանք այդ կյանք աշխատանք հավասարակշռություն, անգլերեն ասած work-life balance-ը, որը որ պիտի ունենանք բոլորիս համար։ Եվ երբ Արմությունների կոնֆեդերացիան խոսում է արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության, արդար վարձատրության մասին, հենց սրա մասին է խոսքը, այսինքն մարդը պիտի այնքան ինքնաբավ լինի, այնքան աշխատավարձ կարողանա ստանալ, որպեսզի ինքը 15 տեղ չգնա աշխատելու, այս իհարկե չափազանցի, բայց գրեթե բոլորը մեծ մասամբ համատեղությամբ աշխատում են, մի քանի աշխատանք են կատարում եւ բնականաբար կյանքը վայելելու, ընտանիքը վայելելու, երեխաներին վայելելու ժամանակ ուղղակի չեն ունենում։ Այս պարագայում մենք ունենում ենք նաեւ մեկ այլ խնդիր, ունենում ենք ագրեսիվ քաղաքացիներ, ագրեսիվ աշխատողներ, այսինքն աշխատանքի վայր հասնելուց սկսած, մինչև աշխատանքից դուրս գալուց սկսած աշխատողը պիտի ինքնաբավ լինի, որպեսզի ինքը տուն հասնելուն պես կարողանա վայելել իր երեխաների ներկայությունը, չունի երեխաներ, ուրեմն ընկերների ներկայությունը, որպեսզի ինքը կարողանա կյանքը եւ աշխատանքը կարողանա համատեղել եւ ուղղակի կյանքը վայելել։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, ես հիշեցնեմ Հայաստանի Արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ էինք զրուցում։